պատասխան եք տալու, շուտով 26-ին իշխանազրկվելու եք եւ հասկանում եք օրը գալիս է, սա Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունն է։ Մենք պատասխան նյարդային է տալու բան չունենք, սկսենք դրանից։ Ոնց չունենք։ Եթե ունենայինք էլ հիմա էլ պատասխան կտայինք, որտեղ մեր իրավական համակարգը, եթե նկատել եք, աշխատում է առանց բաների, բացառությունների եւ պատասխան տվողներ կան եւ կլինեն, ով ունի պատասխան տալու։ Սպասելիք ունեք երևի, որ Քոչարյանի օրոք ունի պատասխան տալու, վենդետա կլինի որևէ օրենք է խախտել։ Նախ Քոչարյանի օրոք բառակապակցությունը վաղուց անցյալում է եւ այլևս չի վերադառնալու երբեք։ Քոչարյանը իր ծոծրակը կտեսնի, բայց իր օրոք նորից իշխանություն չի տեսնելու Հայաստանի Հանրապետությունը։ 100% վստահ եմ, 100%, որովհետև քաղաքական մեռելները չեն վերակենդանանում։ Դուք եք վերակենդանացնում որոշ կինոներում է տեղի ունենում, այդ սարսափ կինոներում Հայաստանի Հանրապետությունը բարեբախտաբար կինո չի։ Բայց ձեզ էլ մեղադրում են, որ դուք Քոչարյանին վերակենդանացրեք։ Քոչարյանին համար վերակենդանացրեք, Քոչարյանը ինքն է հայտ ներկայացրել քաղաքականություն մտնել եւ պետք է պատրաստ լինի կրել ամբողջ քաղաքական հետևանքները այդ քաղաքական գործունեության, ինչպես ցանկացած քաղաքական գործունեությամբ զբաղվող։ Եվ այդ նաև ազգային ժողովում այդ պոլեմիկան դրա մասին էր, որ իրենց թվում է, որ մենք կարող ենք այտենց ելույթներ ունենալ, մենք հանդուրժողաբար լսենք, բայց երբ որ մենք ենք ելույթ ունենում, մենք իրավունք ունեն տեղից արձագանքելու, ու մենք իրոք հանդուրժող ենք եղել։